Կրկին սենսացիա մունդիալում Հոլանդը կերավ Բրազիլիային, Պորտուգալիան մեզ չլսեց ու Ռոնալդուն եւս մի լացելու առիթ ունեցավ։ Արգենտինան հաղթեց մրցաշարի ֆավորիտներից մեկին, ես կասեի գրքաշ հաղթեց։ Մունդիալը մնաց անհայրենիք, արդյոք Անգլիայի հավաքականը խաղից առաջ Viagra է օգտագործել։ Եվ իհարկե մինչև այս պահը տեղի ունեցած ամենասկանդալային իրադարձությունը։ Սկանդալ չէր, խայտառակություն էր։ Դուք էլ բաժանորդագրվեք ալիքին, լայք եկես վիդեոն, որ մեր մեջ սկանդալ չասունանա։ Արգենտինայի հավաքականը չնկատեց Կաբո Վերդեին եւ անցավ քառորդ եզրափակիչ։ Դա իհարկե մի ուրիշ իրականությունում, բայց ամերիկյան իրականությունում Մեսին եւ ընկերները ստիպված էին այնքան քրտնել, որ Սև ծովի մակարդակը մի քանի սանտիմետր բարձրացավ։ Այս համեմատությունները ծածկացնում են։ Սա կրակի հետ է խաղում, ինչպես Արգենտինան էր խաղում հենց Կաբո Վերդեի դեմ խաղում։ Մինչև խաղին անցնելը ուզում եմ հիացմունքս արտահայտել այս համեստագույն երկրի համեստագույն հավաքականին։ Նրանք մունդիալի հենց առաջին վայրկյանից կայֆ էին ստանում ամերիկա-կանադա-մեքսիկյան առաջնության յուրաքանչյուր րոպեից։ Իզուր չէր, որ Մեսին խաղից անմիջապես հետո մոտեցավ Վոժինիային ու ասաց, որ ինքը իրենց մի քանի միլիոնանոց ժողովրդի պարծանքն է։ Քիչ, մի միլիոն, էլի քիչ վերցրու։ Կես միլիոն։ Բինգո։ 500,000 բնակչություն ունի երկիրը, որի հավաքականը մունդիալում խաղաց 1/16 եզրափակչում գործող չեմպիոնի դեմ ու նենց խաղաց, որ Ծառուկյանի սիրտը թթուվարունգ ուզեց։ Որ Ծառուկյանը։ Դե հիմա ինչ կարևոր է։ Վախեցար, որն էլ լինի բռնելու են ու ճղեմ որ։ Հոп։ Այնտեղ մեր շատ սիրելի Միրան Ծառուկյանը կա։ Հենց հիմա, հենց այս պահին Արգենտինա Կաբո Վերդե խաղը պետքա հերթական, շատ սովորական քայլը լիներ չեմպիոնի համար դեպի հերթական եզրափակիչ, բայց ոչ, Կաբո Վերդեցիք որոշել էին, եթե ասել են այդտեղ, ուրեմն մենակ նկարվելու համար չի դա։ Նրանք պետք է խաղան ու այնպես խաղացին, որ իսկապես շքեղ էր։ Մեսին առաջին կեսում հրաշալի հպումով կասեցրեց գնդակն ու ուղարկեց դարպասը ու կարծես ամեն ինչ գնում էր ըստ պլանի, Վոժինիայի հետևորդների քանակը չէր ավելանում, բայց Դերոյ Դուարտեն հավասարեցրեց, Վոժինիան սկսեց փրկել Մեսիի հարվածներից, իսկ Կաբո Վերդեն խաղը տարավ լրացուցիչ ժամանակ։ Լիսանդրո Մարտինեսը այնտեղ կրկին Արգենտինային առաջ մղեց ու դրանից հետո եղավ մի բան, որին չէր հավատում գրեթե ոչ ոք, միայն Գլոբն էր։ Սիդնի Լոպես Կաբրալը այնպիսի գոլ խփեց վերին անկյունը, որ Սկալոնին խաղից հետո խոստովանել է, որ ցանկանում էր այդ պահին, որ ավարտեն խաղը։ Բայց ուշադրություն դարձնեք Սիդնիի ռեակցիային, նա խելագարության էր հասել, իրականությունից կտրվել, բայց նրան կրկին հետ բերեց իրականություն հենց Մեսին, որի փոխանցումից հետո գրանցվեց ինքնագոլ, բայց խաղի վերջին վայրկյաններին Կաբո Վերդեն այնքան վտանգավոր էր գրողում, այնքան դրվագներ էր ստեղծում, որ անհանգիստ էր անգամ Դիեգո Սիմեոնեն։ Այդ Սիմեոնեն չի, Սիմեոնեն է։ Ուղղակի Արգենտինան սև մայկաչ ունի։ Ամեն դեպքում Մեսիեն կարողացան հաղթական վերջակետը դնել եւ գնալ առաջ, որտեղ իրենց սպասում է Եգիպտոսը Սալահի հետ։ Փաստորեն բարբիկյու փարթին օգնում է։ Հա, լրիվ։ Նախորդ թողարկմանը ասացինք, որ Մեսիենց թալիսմանը խորոված անելն է։ Արգենտինացիների հաջողություն բերող բարբիկյու փարթին իրականում հին ավանդույթ է, ասադոն։ Մեսին ու թիմակիցները վայելում են տնային ոճի ուտեստներ, իսկ գործընթացը ղեկավարում է Դիեգո Յակովոնեն, հավաքականի ճամբարներում երկար տարիներ աշխատող շեֆ խոհարարը։ Նրան նույնիսկ ներկայացնում են որպես մի տեսակ հաջողության մարդ։ Սա արդեն նրա 7-րդ աշխարհի առաջնությունն է հավաքականի հետ։ Ստացվում է, որ նա շատ ավելի շատ աշխարհի խաղերի է եղել, շատ ու շատ խելահեղ ու խելագար ֆուտբոլիստներ։ Արգենտինայի հաջողության գրավականը Մեսին է, Մարտինեսը եւ Խոզի Չալաղաջը։ Ոնց կուտեի։ Արա դու խոտակեր ես, հանգստացի։ Հանգստանալ չէին կարողանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները, քանի որ ասում են նրանք Մեքսիկայի դեմ 1/8 եզրափակչի խաղից առաջ օգտագործել են Viagra։
Ես շատ լավ գիտեմ ինչա Viagra-ն թողի պատմեմ։ Արա չես ամաչում ջահել ընձուղտ ես։ Ավելի լավ է թող համայն հայոց ուրոլոգ Դավիթը բացատրի։ Մի հատ շատ հետաքրքիր կողմնակի էֆեկտն է։ Պույն։ Էս բուն նշանակությունն է։ Իրոք Դավիթ ջան, ավելի լավ է բացատրեք, թե բուն ինչի համար կարող էին օգտագործել անգլիացիները այդ դեղամիջոցը։ Սակայն որոշ պարագաներում մինչև հիմա սիլդենաֆիլը կիրառվում է որպես թոքային զարկերակի հիպերտենզիան իջեցնելու էֆեկտիվ միջոց։ Ու քանի որ անգլիայի ֆուտբոլիստները պետք է բարձրադիր գործում ֆուտբոլ խաղային, նրանց սրտի վրա ճնշում իջեցնելու նպատակով հնարավոր է նրանց նշանակվել է Viagra։ Խաղից երևաց, որ Բելինգեմը, Քեյնը եւ մնացած անգլիացիները հաստատ օգտագործել են այդ ուկրաինական խմբին։ Բա Մեքսիկները չէ, քանի որ նրանց մեջ դա իծն է ադրված։ Սա իսկապես 1-8 եզրափակչի ամենախելահեղ խաղերից էր եւ Անգլիան կարողացավ հաղթել 3-2 հաշվով, չնայած երկրորդ խաղակեսի մեծ մասն անցկացրեց 10 հոգով։ Ջուդ Բելինգեմը դուբլի հեղինակ դարձավ, Հարի Քեյնը երրորդ գոլը խփեց 11 մետրանոցից, իսկ մեքսիկները պատասխանեցին Ռաուլ Խիմենեսի եւ Կինյոնեսի գոլերի շնորհիվ։ Շատ հետաքրքիր է, որ խաղի շրջադարձային պահը եղավ հենց Ջարել Քուանսայի կարմիր քարտը, որից հետո իհարկե Անգլիան կարողացավ երրորդ գոլը խփել, բայց ընդունեց եւս մեկը եւ դրանով շատ լարված վերջաբան ստացվեց, բայց անգլիացիները կարողացան բնավորություն դրսևորել եւ պահպանել հաղթական հաշիվը շատ անհարմար եւ ուժեղ մրցակցի հետ խաղում։ Իսկ Մեխիկոյում ինչպես միշտ մթնոլորտը շատ թեժ էր, երկրպագուները ակցիա են կազմակերպել No English անունով, որը նշանակում է ոչ մի անգլիացի, բայց այդքանը հաշվի առնելով Անգլիան դարձավ առաջին թիմը, որը հաղթում է Ացտեկայում Մեքսիկային։ Իսկ կանաչները իրենց պատմության մեջ շատ երկար դադարից հետո ամենաերկար ճանապարհն անցան ու հավատում էին, որ կարող են լինել քառորդ եզրափակչում։ Իսկ թե ինչն էր Հարի Քեյնին գցել այսօրը, խնդրում եմ գրել մեկնաբանություններում։ Արդյոք մեքսիկները հասցրել էին հարվածներ նրա։ On the occasion, the team, everything against us. We found a way. Լավ, հանգիստ թողնենք աշխարհի առաջնությունը մի պահ ու գնանք Գերմանիա, որի հավաքականը մնացել էր անգլուխ։ Նագելսմանին հանել են։ Ես կասեի գլխատել են։ Իսկ նոր գլուխը լինելու է Յուրգեն Կլոպը։ Այս հրաշքեակը նորից վերադառնում է իր համար սովորական եւ շատ տեղին դիրքը ու հաստատ կկարողանա վերադարձնել գերմանական ֆուտբոլի փառքը առաջիկայում։ Եկեք մենք էլ անդրադառնանք առաջիկա խաղերին, որոնք գնալով մաղվում են, բայց ավելի հետաքրքրանում։ Հուլիսի 7-ին արդեն այսօր Արգենտինա, Եգիպտոս, Շվեյցարիա, Կոլումբիա ու արդյունքում պարզ կլինեն քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները։ Մունդիալը 1-8 եզրափակչում մնաց անհեր, անմեր ու անտատ, որովհետև ընդունող բոլոր երկրները դուրս մնացին պայքարից։ Կանադացիները առաջին խաղակեսում վատ չէին խաղում, բայց Մարոկոն ցույց տվեց պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ եւ արեց այն, ինչ անում են մեծ հավաքականները, սպասեց, համբերեց, հանդուրժեց հանդուգն մոտեցումները հոկեյի երկրի եւ երկրորդ խաղակեսում իհարկե հանեց բոլոր հարցերը հաղթելով 3-0 հաշվով։ Կանադայի համար իհարկե պարտությունը ցավալի էր, բայց ամբողջ մրցաշարը պատմական, որովհետեւ նրանք արդյունքում առաջին միավորը վաստակեցին, առաջին հաղթանակը տարան եւ հասան 1-8 եզրափակիչ, ինչը այս երկրի համար ուղղակի բացառիկ հաջողություն է։ Բայց եթե Կանադան պաշտոնապես համարվում էր դաշտի տեր ընդունող երկիր, ապա Պարագվայն էլ իրեն այդպես էր զգում ոչ օֆիցիալ մակարդակում, որովհետև հակառակ դեպքում նրանք նման բաներ իրենց թույլ չէին տա։ Ֆրանսիան հաղթեց նվազագույն հաշվով, Կիլիան Մբապեն կարողացավ փախցնել մի 11 մետրանոց, որը վաստակեց Դեզիրե Դուեն ու խփել միակ հաղթական գոլը Պարագվայի դեմ խաղում։ Ու այստեղ ստոպ, ուզում եմ հատուկ գովեստի խոսքեր ասել Կիլիան Մբապեին։ Ինչի համար։ Արա, այդքան սադրանքներից, բզում բշտումներից հետո նա դիմացավ ու չտրվեց են փղիկին։ Ինչ փղիկ։ Այն որ անհատապես հսկում էր իրեն կասերեսը։ Բա ինչի փղիկ։ Նայք հասկանաս։
Դիեդեշամը խաղից հետո խոստովանել է, որ խաղի ընթացքում վախենում էր, որ պարագվայցիները կբռնաբարեն Մբապեին, նկատի ունենալով նրանց կոշտ խաղը։ Էլ մի տենց բան չի ասել։ Չի ասել, բայց հաստատ է տա նկատի ունեցել։ Դե ինչ կարող ես անել, նախորդ փուլում Գերմանիային դուրս թողնելուց հետո համը մնացել էր բերանները, Բրազիլիան էլ շատ կուզեր հեռացնել Նորվեգիային եւ շարժվեր առաջ, բայց դա միայն նրանց գունավոր երազներում, որովհետև նորվեգացիները գերազանցեցին պենտակամպիոններին ամեն ինչով։ Նրանք հաղթեցին 2-1 հաշվով ու պատմության մեջ առաջին անգամ դուրս եկան քառորդ եզրափակիչ։ Բայց ախր ամեն ինչ այնքան լավ էր սկսվել, ինչ պատահեց։ Ճապոնիայի հետ խաղում եղավ անդառնալին։ Do ba 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 do do ba do do. Այո, սիրելի ընկերներ, Էնդրիկը ստորաբար գողացել էր Պապա Կարլոյի ծամոնի տոպրակն ու բարեգործություն էր անում։ Ասում են Դոն Կարլոն դրա պատճառով շատ անեղացել, դրա համար էլ նորվեգացիների հետ խաղում ոչ մի բրազիլացու խաղ չէր ստացվում։ Ինչը չես կարող ասել Էրլինգ Հոլանդի խաղի հերոսի մասին, որը վերջնամասում 2 գոլ խփեց։ Միայն տեսեք, թե ինչ հանգստությամբ է շարժվում տուգանային հրապարակում, դիրք ընդունում ու գոլ խփում։ Տոնելու մասին էլ չեմ խոսում։ Պապան ավելի ակտիվ էր տոնում գոլերը։ Բայց իր խոսքով նա դա չէր ուզում անել։ Խաղից անմիջապես հետո նա մեզ մոտ էր ու անկեղծացավ։ Կարող եք մեր սոցիալական էջերի լինկերով գնալ ու նայել, շատ հետաքրքիր։ Իսկ Բրազիլիան այնքան վատ վիճակում էր, որ անգամ 11 մետրանոց չկարողացավ իրացնել։ Ու այստեղ հարց էր, թե ինչու Վինիսիուս Ջունիորը չվերցրեց գնդակը, այլ տվեց Գիմարայեշին։ Իհարկե Գիմարայեշը շատ լավ խաղեր էր անցկացրել, փայլել էր, բայց այս մի հարվածով նա հարցականի տակ դրեց իր թիմի խաղը, բայց ինչպես ասում են, մի հարվածով ոչինչ չի որոշվում, որովհետև արդյունքում Բրազիլիայի հավաքականը ոչինչ չկարողացավ անել կազմակերպված եւ շատ լավ թիավարող թիմի դեմ։ Հետո դաշտ մտավ Էնդրիկը, Նեյմարը, բայց նրանք էլ ոչինչ չկարողացան անել։ Իհարկե 2-0 հաշվի ժամանակ 11 մետրանոցը եւս մի 11 մետրանոց նշանակվեց Նորվեգիայի դարպասը, որը հստակ իրացրեց Նեյմարը ու բավարարեց իր էգոն։ Իդեպ Նեյմարի մասին խաղից հետո նա ակնարկել է, թե սա վերջին խաղն էր հավաքականում։ Բայց եկեք լինենք անկեղծ էլի։ Նեյմարը լինելով բացառիկ տաղանդ մսխել է այն տարբեր տեսակի գիշերային ակումբներում ձողերի վրա պարող պարուհիների տրուսիկների մեջ։ Ու հավատալը, որ մի գիշերում նա վերադառնալու է ու փրկելու է ամբողջ Բրազիլիան, Բրազիլիայի հավաքականը, շատ խաբուսիկ ու անռեալիստիկ է։ Չնայած հավատում եմ, որ Նեյմարն էլ մնացած ֆուտբոլիստներն էլ անկեղծ ցանկանում էին օգնել հավաքականին, ուղղակի չի ստացվում։ Ի հակադրություն այս պատկերի, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հավաքվել էին գրեթե 100,000 երկրպագուներ ու թիավարում ու այդ ընթացքը ղեկավարում էր կամ սովորական նավաստի էր Հոկոնը, նորվեգական թագաժառանգը, որը Նորվեգիայի հավաքականի շարֆով միացել էր ու այդ ներդաշնակությունը, այդ միասնականությունը, արա ինչի են իրանք տենց Փաստորեն գլոբ ստացվում է, մենք ունենք գլխավոր սենսացիան Նորվեգիան, ամենասառը հաշվարկային հաղթանակը Մարոկոն, ամենանյարդայինը Ֆրանսիան, ամենաքաոսային խաղ Մեքսիկա, Անգլիա ու ամենատխուր պատկեր Նեյմար։ Ամենատխուր պատկերը Նեյմար։ Բա Ռոնալդոն խաղից առաջ ասեց, որ ինչը լինի, իրենք իրենց պարտված չեն համարելու։ Ինչը լինի հաջորդ խաղում ես գլուխս բարձր ու խիղճս հանգիստ եմ գնալու, ոչ թե 100%-ով, այլ 1000%-ով։ Եթե խորը վերլուծենք այս ասուլիսը ու նրա խոսքերը, ապա կարելի է ենթադրել, որ նա այն գլխից գիտեր ու զգում էր մոտալուտ պարտությունը, բայց Իսպանիան ուշացնում էր գոլը ու նրանք մի պահ մոտեցան ու հասկացան, որ արա կարող է մի բան անենք։ Բայց չի կարող, Պորտուգալիան կրկին դուրս մնաց ու գնում է տուն։ Մարտինեսը հրաժարական տվեց ու կարծում եմ հենց հաջորդ իսկ գիշերը գլուխը բարձին դնելիս ասել է
Վախ։ Գլոբ, դե լավ, դե մի կախի գլուխդ։ Մենք ամեն ինչ արեցինք, զանգեցինք, զգուշացրինք, թե ինչ պետք է անել։ Հիմա դու ինչի ես լացում։ Թող իրանք լացեն։ Իսկ Իսպանիան, եթե այսպես պետք է խաղա հաջորդ փուլերում, ուրեմն նրանք եւս չեն հասնի եզրափակիչ, որովհետեւ պրագմատիզմը Իսպանիային հեչ սազական չի։ Լամին Յամալի մասին կարելի է խոսել, որովհետև նախորդ խաղում նրա OGG-ն այնքան էլ մեծ չէր, բայց նրան ընձեռեցին լավագույն ֆուտբոլիստի այդ արձանիկը, բայց Յամալը իսկապես շատ դժգույն տեսք ունի համեմատած նրան, թե ինչ էր անում նա, հուսանք, բայց չեմ կարծում ես աշխարհի առողջությանը նա այդպես բացվի։ Բայց շատ ուժեղ բացվել էր ամերիկացի Ֆլորիան Բալուգանը, ինչպես հիշում եք, նախորդ խաղում նրա մասին ասացինք, որ համ գոլ խփեց, համ կարմիր քարտ ստացավ ու ըստ սովորական ընթացակարգի նա չպետք է մասնակցեր Բելգիայի դեմ 1-8 եզրափակչին։ Բայց դա իհարկե նորմալ իրականությունում։ Ինչի աննորմալ իրականություն էլ կա։ Իհարկե, երբ գործին խառնվում է Թրամփ հոպարը, ասում են ենթադրաբար Թրամփ հոպարը զանգել է Ինֆանտինոին ու ես ասեմ խնդրել, դուք հասկացեք վզին դրել, որ Բալուգանը պարտադիր պետքա մասնակցի խաղին։ Ես ու Գլոբը պատկերացրել ենք այդ զրույցը։ Գլոբ, դու կլինես Ինֆանտինո։ Ok։ Իմ քաչալ բարեկամ, Բալուգանը պետքա խաղա։ Ձերդ մեծություն, տենց ոնց կլինի, նա կարմիր քարտ ստացել։ Չի հետաքրքրում գրողը տանի, նա պետքա խաղա ու վերջ, թե չկփակեմ ես առաջնությունը նախ։ Լավ, տեր ջան, կխաղա, մենակ, մարտագլխիկները ցույց մի տուր։ Ու խաղաց, բայց վայ են խաղալուն։ Բելգիացիները աչքներիս առաջ վերածնունդ են ապրում։ Նրանք հաղթեցին 4-1 հաշվով առավոտ կանուխ ու շարժվեցին քառորդ եզրափակի։ Բա ասում է իր առնվազն քառորդ եզրափակիչ կհասնի Ամերիկան։ Հա, ընդունում եմ սխալվեցի։ Բելգիան ինձ էլ մզցրեց։ Շարլ Դեկետել առեն դուբլի հեղինակ դարձավ։ Լուկակուն խփեց իր գոլը ու ընդհանրապես շքեղ խաղ ստացվեց։ Մի խոսքով այսքանն էր այս անգամվա համար։ Ես կարծում եմ սկանդալները, սենսացիաները դեռ առջևում են ու մենք դրանց բոլորին անդրադառնալու ենք, այնպես որ բաժանորդագրվեք ալիքին, լայքեք վիդեոն, որ ավելի ջանասիրաբար աշխատենք ու այո, հաջորդ հաղորդմանը կփորձենք կանխատեսումներ անել ձեր առաջարկով, այնպես որ դրա համար էլ կարող եք մեր հաջորդ թողարկումը անպայման նայել մինչև վերջին վայրկյանը։ Լավ մնացեք, կհանդիպենք։